Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում հյուրընկալել եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Ռուբեն Մերաբյանին։ Բարև ձեզ, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Շնորհակալություն, պարոն Մերաբյան, 9-րդ գումարման ազգային ժողովը սկսել է իր աշխատանքները, առայժմ հանձնաժողովներ են ձևավորվում։ Ձեր դիտարկումները նախ այս մի քանի նիստերի շուրջ, քանի որ մի կողմից ունենք նոր ընդդիմություն, բայց կարծես որակական առումով ինչ որ տարբերություն չի նկատվում։ Այդքան էլ նոր չի։ Քաղաքական առումով նոր չի։ Դե ինչ երկու առանցքային բառ օգտագործեցիք, սկսել է եւ ձևավորվում է։ Դա բնորոշում է ընթացիկ process-ները այս փուլում եւ դա նշանակում է, որ դեռ ինքնահաստատման փուլում է այս մարմինը, իսկ դա նշանակում է, որ դեռ օգտակար գործողության գործակիցը պետք է ցածր լինի, շատ խոսքեր քիչ իմաստ, շատ ճառեր քիչ արդյունք, ստերության զարմանալի էլ չէ, որ դա այդպես է, շուրջ ժամանակ է, որ պետք է անցնենք, որին արդեն կհետևի կառավարության ծրագրի ներկայացումը, ես կարծում եմ առարկայական խոսակցություն արդեն այդտեղ պետք է որ լինի։ Եվ այստեղ նաև շատ բան կախված է քաղաքական մեծամասնությունից, որ ընթացքի այդ խաղի կանոնները իրենք թելադրեն, այլ ոչ թե թույլ տան, որ նրանց օրակարգից բխող խաղի կանոնները բերվեն ազգային ժողով, իսկ իրենք էլ այսպես ռեակտիվ ձևով հետևեն դրան ու սկսեն սիմետրիկ հակադարձել, էլի։ Սա որովհետև անհրաժեշտ է մի կարևոր բացասական իրողություն շտկելու համար, այն որ պետական մարմինների ցանկը, երբ դրվեց IRA-ի այդ հարցման մեջ եւ մարդկանց վստահության հետ կապված հարց տարվեց, ամենացածր ռեյտինգն ունի ազգային ժողովը։ Իսկ ազգային ժողովը ունի ցածր ռեյտինգ ինչի համար։ Հենց այդ նույն պատճառով, ինչը պետք է եւ ուղղել, ինչը արդեն ասացի, թե ինչ ձևով։ Կարծեք թե կա այդ գիտակցումը պատճառների եւ կարծեք թե կա ցանկությունը դա փոխելու, բայց փաստ չի որ դա կստացվի, որովհետեւ կա հակառակ կողմ, որը միանգամայն այլ օրակարգով է առաջնորդվում, բայց էլի կա մի դրական գործոնել, հա, այն խորհրդարանը 8-րդ գումարման ձևավորվել էր 21 թվականին եւ 21 թվականի Հայաստանը մի բան էր, 26-ինը ուրիշ բան է, ինչպես նաեւ 21 թվականի Ռուսաստանն էր մի բան եւ 26-ի Ռուսաստանն ուրիշ է, 26-ի Ռուսաստանին կամ Ռուսաստանի շահերից խոսելը հիմա մեծ դիսկոմֆորտ է պատճառում ընդհանրապես ընկալված լինելու առումով։ Բայց դա ընդդիմությանը չի խանգարում, երբեմն այո, ավելի քողարկված ձևով, բայց ավելի ակնհայտորեն ավելի նվազ մոտիվացված։ Դե ինչը պաշտպանեն։ Տարաքող Վայտբերիզը պաշտպանեն, տարաքող Դոմոձեդովն պաշտպանեն, Պուտինի ու Լավրովի անմեղ սունակ հայտարարությունները պաշտպանեն, թե Մեդվեդևի ճակերտավոր սթափ հայտարարությունները, զազրախոսությունը, այլանդակությունը, ինչը պաշտպանեն։ Օրինակ, երբ Նարեկ Կարապետյանը խոսում են պատժամիջոցների մասին, այսպես ասած, տնտեսական, որ Ռուսաստանը կիրառում է այժմ Հայաստանի դեմ, ասում է քաղաքական մոտիվներ կան։ Մենք կարող ենք ենթադրել, որ այդ քաղաքականը Ռուսաստանը հենց այս տեսակ ընդդիմության միջոցով կփորձի իրացնել։ Միայն քաղաքական մոտիվներ են այստեղ, կարող ենք վերլուծել, թե ինչ քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Այո, Ռուսաստանը Հայաստանից պահանջում է նոր սեպտեմբերի 3։ 1. Երկրորդը, որ պետք է արձանագրենք, Ռուսաստանը չի ստանա 2 սեպտեմբերի 3 վերջակետ։ Եվ հիմա տեղի ունենում այսպես այդ
ատամնանիվներն իրար հարմարեցնելու մի գործընթաց, ճռռոցները շատ, այսպես աղմուկ կա, վատ հոտ է գալիս այս ամեն ինչից, բայց այստեղ մի քանի բաներ կան, որ Հայաստանը պետք է հաշվի առնի։ Երբ վարչապետ Փաշինյանն ասում է, որ ինքն ակնկալում է բարեկամական լուծում Ռուսաստանից, ասենք երկաթուղու հետ կապված, այդ հայտարարությունը իմաստ ունի միայն դիվանագիտական փաթեթավորման տեսակետից, որովհետև դա գործնական որևէ նշանակություն ունենալ չի կարող։ Ռուսաստանը բարեկամական լուծումներ չունի մեզ համար։ Ցանկություն չունի ունենալու բարեկամական լուծումներ մեզ համար։ Շատ բարձ պատճառով, ոչ թե վատն է, մենք լավը կամ հակառակը, չգիտեմ, ով արդեն ոնց կցանկանա։ Այստեղ մենք ունենք ոչ միայն չհամընկնող, այլ փող բացառող շահեր։ Ինչ բարեկամական լուծում եք ուզում մեկից, որը այս ամենը վերցրել է մի բանի համար, որ ուրիշը չվերցնի նստի վրա, ոնց որ շունը դեզի վրա։ Հիմա դուք նրան ասում եք, գիտես ինչ, դու պետք է թողես գնաս այստեղից։ Դրա բարեկամական լուծումը ո՞րն է։ Բայց նաև վարչապետը արձանագրում է, որ Ռուսաստանը էքսկլյուզիվ հարաբերություններ է ուզում Հայաստանի հետ։ Դա էլ է դիվանագիտական փաթեթավորում։ Ինչ է նշանակում էքսկլյուզիվ հարաբերություններ այն համատեքստում, որը մատնացույց է անում պարոն վարչապետը։ Դա նշանակում է դիվանագիտական հայերենից թարգմանենք պարզ հայերենի։ Դա նշանակում է մեր գլխին նստած մնալու սրբազան իրավունք։ Բնական է, որ հետո հաջորդ նախադասությունով ինչ ասեց վարչապետը, որ դա մեզ համար անընդունելի է։ Եվ դա մեղմասացություն է, էքսկլյուզիվը։ Չէ, էքսկլյուզիվ չի, այլ մեր գլխին նստած մնալու իրավունքն է իրաց։ Ինչի համար, որովհետև X պահի, երբ Ռուսաստանը մի քիչ կուժեղանա, Ռուսաստանը չի ներելու մեզ ոչ մեր ինքնիշխանությունը, ոչ անկախությունը, ոչ բազմավեկտորությունը, չի ներելու, գալու է եւ սպանելու է բոլոր նրանց, ով իր պատկերացումներին դեմ է գնացել։ Այնպես ինչպես դա արել է Լեհաստանում, Չեխիայում, երբ վարչապետ իսկ հետո արտգործնախարար Մասարեկին բալկոնից ներքև գցեցին եւ սովետական օկուպացիայի տակ գտնվող մնացած առանց բացառության բոլոր արևելաեվրոպական երկրներ։ Նույն ձևով ինչպես նախկին խորհրդային հանրապետություններում էր, հա, գրավելուց հետո Երբ Հայաստանը գրավվեց 20 թվականին, այստեղ էլ պաշտպանության նախարարություն կար, արտգործնախարարություն կար, չէ՞։ Հետո ինչ եղավ։ Բրծավ։ Դա մի հատ sense միանվագ օգտագործվում եւ որից հետո այդ ամենը ուղղակի դրվում եւ ոչնչացվում։ Ուրեմն նույնն է լինել Ռուսաստանի հետ չի կարելի պայմանավորվել, որովհետև Ռուսաստանի հետ պայմանավորվածության կյանքն այնքան է, որքանով դա ձեռ է տալիս Ռուսաստանին, կամ Ռուսաստանը քանի հնարավորություն չունի դա խախտելու հոգուտ իրեն, հենց ունեցավ կխախտի։ Հիմա այս պահանջները, որ ներկայացում են մինչև դեկտեմբեր հանրաքվե արեք ԵԱՏՄ-ի մասով, հապկի հարցում կողմնորոշվեք այդ անդամավճարի մասով, ձայնի իրավունքից զրկելու ինչ որ հարց են պատրաստվում քննարկել հաջորդ նիստին։ Սրանք ինչ նպատակ ունեն, ընդհանրապես Հայաստանը ինչպես դիրքավորվի։ Հայաստանը արդեն դիրքավորվել է։ Հայաստանի դիրքավորումը էլի դիվանագիտական լեզվից պարզ հայերենի թարգմանած նշանակում է կորեկտ գնացեք։ Այդ հանրաքվեն ինչա պատվերով համեր գա։ Մենք էլ ձեր համար այն պատվերով մուզիկանտներն ենք, հա, որ ինչ ուզեք փչենք։ Դա չի լինում։ Սեպտեմբերի 3-ին օրինակ հանրաքվե չեղավ։ Այո, ուրեմն կլինի հանրաքվե, չի լինի հանրաքվե, երբ կլինի, երբ չի լինի, այդտեղ պատվեր լինել չի կարող մեկ եւ երկրորդը դա ունի
մեկ բացառիկ որոշող դա Հայաստանի Հանրապետությունն է։ Այդ X պահի օրվա իշխանությունը, որը ունի ժողովրդի մանդատ, ուրիշ որոշող չկա եւ չի կարող լինել։ Եվ սա եղել է ըստ էության Հայաստանի, այնց դիվանագիտական փաթեթավորմամբ, բայց պատասխանը, ուրիշ պատասխան չի լինելու։ Բայց ես ուզում եմ ասել հետևյալը, այս խոսակցությունները, բարեկամական լուծում եւ այլն, այնպես չպետք է լինի, որ մենք դա վերածենք սխալ ազդակի ուղղված մեր հասարակությանը եւ քաղաքական դասին։ Բազմավեկտորություն չի լինելու։ Եվրատլանտյան տարածքում բազմավեկտորություն դա նշանակում է մի բան՝ շարունակել մնալ գորշ գոտում։ Իսկ շարունակել մնալ գորշ գոտում դա նշանակում է շարունակել մնալ հասանելի ռուսական շոշափուկների համար, որը կգան եւ փաթաթվեն մեր պարանոցին։ Չի լինում այդպես ուղղակի։ Եկեք այսպես քաղաքական կամ մերձ քաղաքական ալքիմիայով չզբաղվենք։ Այդ բալանսավորում, մենք դառնում ենք այդ բառերի գերին վաղը մյուս օրը ու դրանք արդեն սկսում են կորցնել իրենց գործնական նշանակությունը եւ կորցնում են նպատակը, հասկանում եք։ Դա անում ենք, որ ինչ անենք։ Ճողված մնանք տենց։ Չէ։ Օրինակ, եթե ավելի կտրուկ լինեն Հայաստանի Ես հասկանում եմ դիվերսիֆիկացիա։ Այո, դիվերսիֆիկացիան հետևյալն է։ Դա քաղաքականություն է ուղղված Ռուսաստանից միակողմանի կախվածության նվազմանը։ Դրա համար Հայաստանը ամբողջ 360 աստիճանով զարգացնում է իր գործընկերությունները։ Ճիշտ է։ Դրա համար Հայաստանը ինչ է անում, ներդաշնակեցնում է իր հարաբերությունները տարածաշրջանում, այդ թվում նաև պրոբլեմային հարևանների հետ։ Այդ ամեն ինչը ճիշտ է, բայց այդ դիվերսիֆիկացիայի նպատակներից մեկն է, բայց արդյոք միակն է Ռուսաստանից այդ կախվածության նվազելը, որ հետո ինչ անենք։ Տենց մնանք գորշ գոտում, Եվրատլանտյան տարածքում է գտնվում Հայաստանը։ Կընդունեն Հայաստանին հենց հաճախ իսկ մենք խնդիր դրել ենք, որ մեզ ընդունեն։ Մենք միշտ եթեով ենք խոսում, խնդիր չդրած։ Երբ մենք ասում ենք մենք ուզում ենք, մենք օրենք էլ ենք ընդունել, էլի եթեով ենք խոսում։ Մենք օրենք ենք ընդունել։ Իսկ դա նշանակում է, որ եթե չկա, մենք ուզում ենք, ավելին, մենք օրենքի մակարդակի ենք հասցրել մեր նպատակադրումը Եվրամիությանը լիիրավ անդամակցելու։ Վերջ։ Դա նշանակում է մենք ուզում ենք, էլ եթեներ չկա, մնացածը արդեն աշխատանք է ուղղված նրան, որ այդ մեր ցանկությունը բավարարվի։ Այնպես չի, որ քայլեր չի արվում։ Իհարկե արվում է։ Բայց տեսեք, մենք Եվրամիությունից այս Ռուսաստանի բեռնարկելքից հետո, ապօրինի բեռնարկելքից հետո, քաղաքական բեռնարկելքից հետո Հայաստանը սկսեց վթարային ռեժիմով իրականացնել այն դիվերսիֆիկացիան, որի անցկացնելու, հանգիստ անցկացնելու մի ահռելի ժամանակ ուներ, որը այդպես չէր օգտագործում։ Որովհետև պետությունը շատ վատ էր կոմունիկացնում այդ հարցը, որովհետև պետությունը վատ էր աշխատում բիզնեսի հետ։ Էլ չեմ ասում, այն բալանսավորման մասին ուղղակի ապակողմնորոշող ազդակներ էր արձակում հասարակությանը։ Հիմա վթարային ռեժիմով արդեն այնց պաժառնգած վիճակով արագ անում ենք, ինչ տեղի ունեցավ։ Եվրամիությունը մեզ տվեց 2 տարով ժամանակավոր աջակցման, ինստիտուցիոնալ աջակցման գործիքակազմ, հա, այդ հասանելիություն, ժամանակավոր, ֆինանսական միջոցներ նաև։ Հիմա որն է մեր խնդիրը, այդ ժամանակավորը, որ դառնա արդեն ինստիտուցիոնալ հիմքի վրա մշտական։ Իսկ դա ունի մի բան։ Հայաստանը պետք է վերջնականացնի իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, չգիտեմ, ԱՊՀ-ի հետ եւ ազատ առևտրի եւ համապարփակ գործընկերության համաձայնագիրը ստորագրի Եվրամիության հետ, որպեսզի այդ ժամանակավոր օժանդակությունը դառնա մշտական եւ ինստիտուցիոնալ։ Դա է ճանապարհը, ուրիշ չկա։ Դրա մասին ի դեպ նաեւ
քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, որ ժամանակին էլ գլխավորել է Եվրոինտեգրման հանձնաժողովը եւ մեծ անձնական ներդրում է ունեցել այս օրենքի օրինագծից օրենք դառնալու այդ գործում Արման Եղոյան, որ այո, հաջորդ քայլը դա է։ Հիմա այդ հաջորդ քայլը պետք է ուրեմն նպատակ դրվի եւ արվի։ Ռուսները ամեն ինչ անում են, որ Հայաստանում շաբաթը ուրբաթից շուտ գա։ Հիմա իհարկե նաև մեկ էլ մի sense բան էլ ձմեռ արխիվում է եւ ավարտվում է գազի հետ կապված մեր պայմանավորվածության ժամկետը, պետքա վերաբանակցվի։ Մենք ունենալու ենք գազի խնդիր։ Հիմա այդ խոսակցությունը, բայց չէ որ Ռուսաստանին ձեռնտու չի, չէ դե ինչ եք ասում բան։ Եկեք Ռուսաստանին Զորի Բալայանի նման խելք չսովորացնենք, էլի։ Որովհետև այդ ռացիոնալ փաստարկները կամ ռացիոնալության հարթության վրա փաստարկները Ռուսաստանում այն դեպքում երբ դա վերաբերվում է իր կայսերական շահերին, այո հաճախ չի աշխատում, որովհետև եթե աշխատեր Ուկրաինայի դեմ այս ինքնասպան պատերազմի Ռուսաստանը չէր գնա ուղղակի։ Այնտեղ էլ գազի տրանզիտ էր դեպի Եվրոպա։ Ռուսաստանն ինչ արեց։ Եվրոինտեգրման ինքն իր ոտքին չէ, ինքն իր գլխին կրակեց, այդ տրանզիտին էլ հետը արդյունքում ստացավ են ինչ ստացավ։ Հիմա տարակում է ամենօրյա ռեժիմով եւ ինչպես ասում են բարի ախորժակ։ Հիմա եկեք մենք էլ լավ հասկանանք, եթե Ուկրաինայի պարագայում, հա, որ մենք մի ժողովուրդ ենք, մենք նրանց հետ մի ժողովուրդ էլ չենք։ Ոչ հավատով ենք նույնը, ոչ ռասայով ենք նույնը, ոչ լեզվով, ոչ մի բանով նույնը չեն։ Մեզ խնայելու է, ոչ, չեն խնայելու։ Մենք գործ ունենք պարզ ֆաշիստական ցուրտը տարած մի երկրի հետ, ցուրտ եւ ցուրտը տարած, որն ուզում է մեր մոտ լինի ցուրտ, որ մենք լինենք հնազանդ։ Սա է ուզում։ Եվրոինտեգրման հանձնաժողովից խոսեցիք, չընդհատեցի այդ պահին։ Հիմա այս նոր խորհրդանում այդ հանձնաժողովի նախագահությունը բաժին է հասնում պրոռուսական քաղաքական ուժին ընդդիմության։ Պրոռուսական չէ, ռուսական։ Սա ինչ վտանգ է ներկայացնում։ Ոչ մի վտանգ չկա, բայց սա շատ սիմպտոմատիկ է, որ այո, նրանք փաստորեն մատը դնելով այն հանձնաժողովի վրա, որի առաքելությունը, հա, եւ գոյության իմաստը ուղղակի տրամագծորեն հակառակն է իրենց ամբողջ այդ քաղաքական պլատֆորմի, տեսականորեն կարող է խոսել երկու բանի մասին, կամ նրանք վերանայում են իրենց ֆունդամենտալ, այսպես քաղաքափիլիսոփայական ողջ այդ հայացքների համակարգը տարբերակ մեկ, տեսականորեն տարբերակ երկու, նրանք հատուկ դա վերցնում են, որպեսզի սաբոտաժի ենթարկեն։ Հիմա այս ամենը պետք է մենք ընդունենք ի գիտություն։ Ես չեմ ուզում վաղաժամ պնդումներ անեմ, որովհետև էլ եմ ասում Ռուսաստանի ներկայիս վիճակը, ռուսական շահերը հետապնդելը դարձնում է խիստ դիսկոմֆորտ, էլի։ Ասենք դու պետքա Կիմ Չեն Ինը լնես, որ ասենք վատ չզգաս, էլի, ասես որ սա ճիշտ է։ Օրինակ։ Եթե նրանք այնուամենայնիվ գնան սաբոտաժի ճանապարհով, էլի որևէ այսպես կատաստրոֆիկ բան տեղի չի ունենա, իհարկե կլինի իմիջի առումով վնաս Հայաստանին բնականաբար, հա, որովհետև ասենք պարլամենտական դիվանագիտության շրջանակներում ցանկացած միջոցառմանը այդ պերսոնաժը, որը կներկայացվի, պետք է միշտ լինի ներկա։ Ու ինչ անելու մի քիչ ես դժվար եմ պատկերացնում։ Դե ազգային ժողովի նախագահ կարող է ուղղակի այդ եվրոինտեգրման ուղղությամբ ողջ պարլամենտական աշխատանքը, դիվանագիտությունը ուղղակի թողնել են հարևան հանձնաժողովի վրա, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վրա, իսկ դա էլ վերածվի արգելոցի, թող շարունակեն ինքնահաստատվել, գոռգոռալ, ոնց որ ընդհանուր
լիագումար նիստերին նույնը մի հատ էլ այդտեղ փոքր ֆիլիալ սարքեն հիմա էլ աշխարհակաղակական հարցերով ինքնահաստատվելու դե հիմա դա էլ անխուսափելի եթերային ֆոնն է էլի ոնց որ ասենք հիմա մեր զրույցի ժամանակ ոնց որ լսենք ինչ որ շտապ օգնության մեքենայի սիրենը հիմա ինչ պետք է Դե դա մեն խորհրդանում է լինելու թե ձեր դիտարկմամբ ամեն դեպքում իրենք ինչ որ բաներ խորհրդանից դուրս նախատեսում են անել Սամվել Կարապետյանի հայտարարությունները նկատի ունենալով Դե չէ ինչ պետք է անեն ռեսուրս պետք է լինի քաղաքական ռեսուրս պետք է լինի անելու Այսինքն այսքաններ իրենց Երկրորդը ռուսները այո փորձելու են ինչ որ բաներ բզբզալ, բայց ինչով տարակով այլ բերիզով Պարոն Մերաբյան, այս տարվա տվյալներով կարծես բավականին մեծացել է Ռուսաստանում բնակվող են հայերի թիվը, ովքեր որ Հայաստանի քաղաքացիություն են ստանում, ներքին գործերի փոխնախարարը օրերս զեկուցեց այդ մասին, ինչի արդյունք է սա ձեր կարծիքով։ Ռուսաստանի ներքին կացության, ապագայի բացակայության, հեռանկարների բացակայության, այո, եւ եթե դրանք մարդիկ են ովքեր դիմում են քաղաքացիության, ապա նրանք մարդիկ են ովքեր նախ եւ առաջ հրաժարվել էին այդ քաղաքականությունից ինչ պատճառներից ելնելով հիմա ուզում են վերականգնվել։ Ես կարծում եմ որ Հայաստանը պետք է նրանց ուղղակի գրկապած ընդունի, բայց շատ նպատակային ֆիլտրացիա անցկացնելով։ Դա այո պետք է լինի լոյալության բոլոր տեստերով։ Ադապտացիոն կուրսեր, լեզու պետք է սովորել պարտադիր, քննություն հանձնելով, որ նրանք կարողանան աշխատաշուկայում եւ օրենսդրության մեջ այն բազային դրույթների հետ գործ ունենալ, հա եւ ժամանակն է որ այո այդ միջազգային փորձը ծագումնաբանորեն հայրենակիցների ներգաղթը ապահովել այդ աբսորբցիայի ինստիտուտը, ադապտացիայի ինստիտուտը, տենց փորձ ունի Լեհաստանը, միլիոնանոց, բազմամիլիոն լեհերի հետ կապված Գերմանիան, չէ՞, սովետական գերմանացիներն որ մենակ ազգանուն էր գերմանաց, Հունաստանը, դել չեմ խոսում Իսրայելի մասին, որը լավագույնս է, հենց իր ստեղծման օրվանից այդ ինստիտուցիաները բացել է։ Մեծ գործ, այո, անում է եւ այդ դրա մասին լիակատար պատկերացում ունի Զարե Սինանյանը, ես ասեմ ձեզ, բայց պետությունը պետք է դրա վրա փող ծախսի, սա միայն էնտուզիազմով չի։ Եվ այո, մենք պետք է նաեւ Սփյուռքից, արևմտյան Սփյուռքից բարոյական աջակցություն զգանք այս ներգաղթը կազմակերպելու համար, կամ էլ թե չէ, ֆիլոսն ու մարգոն կտանեն գլուխները կուտեն իրենց կամ իրենց եւ երեխեքի։ Ուրեմն երկընտրանքը սա է։ Ու մարդիկ հաշվել են, որ դա է երկընտրանքը եւ վերընկացել ու Բայց մեծ մասը օրինակ չեն սիրում էր ղեկավարության, իշխանության, ընտրություններից առաջ տեսնում ենք ինչ էր կատարվում օդանավակայանում։ Մեծ մասը, հա, բայց նաեւ ես ճանաչում եմ բազմաթիվ շատ լավ։ Դե ռոպագանդայի տակ են մնացել։ Եթե դու ապրում ես մի երկրում, որտեղ մենակ Սալավյովը աշխատում, YouTube էլ չի աշխատում, դու ուզում ես այդ մարդիկ էլ քաղաքագետ չեն բոլորը։ Հա մեկը մի ձև, մյուսը մյուս ձև, բայց այդ էլ եմ ասում, ադապտացիայի եւ աբսորբցիայի process-ը, ֆիլտրացիայի process-ը, որը նրանք կանցնեն, եւ դա պետք է լինի լոյալության թեստ եւ լոյալության ակտ։ Նրանք երթում են տալիս Հայաստանի Հանրապետությանը հավատարմության, հա։ Այս process-ը անցկացնել այո պետք է ուղղորդի պետությունը։ Եվ մեզ երևի թե հավելյալ ինստիտուցիոնալ ներուժ է պետք եւ պետք է դա գործադրել այո այդ մարդկանց Հայաստան բերելու համար ի վերջո եկեք մենք նաեւ ֆիքսենք հա մենք ասում ենք Հայաստան մենք ասում ենք հայություն բայց աննորմալ վիճակ է երբ հայության միայն 1/5-ն է Հայաստանի Հանրապետության բնակիչ հասկանում եք այս ասիմետրիա նորմալ չի եւ
Բացի դրանից էլ մենք խոսում ենք դեմոգրաֆիական խնդիրներից եւ այլ եւ այլ։ Իսկ ինչու ոչ։ Ցանկացած երկրում ապրող հայ, ով ուզում է դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետք է ունենա այդ հնարավորությունը եւ իր այդ ցանկությունը իրացնելու մեխանիզմ։ Բայց պայմաններ, այսա արդեն պետությունը պետք է անի։ Պրախադնոյի դվորի տրամաբանությամբ որ նայենք, ասենք վայ, բավոր հանկարծ, բավոր եթե, այդ ձևով մենք ինչ էլ անենք, բավոր հանկարծ, բավոր եթե է։ Բայց պետությունն էլ հենց նրա համար է, որ այդ անհրաժեշտ process-ները տեղի ունենան ինստիտուցիոնալ մակարդակում։ Եվ ամփոփելով մի կարևոր բան է նաև Հայաստանին սպասվում, խոսքը սահմանադրության փոփոխության մասին է, մենք կարծես այս ընտրական փուլը ավարտեցինք, բայց այս հարցը, որ փաստորեն իշխող ուժը չունի սահմանադրական մեծամասնություն խորհրդանում, բայց անհրաժեշտ են կատարել այդ փոփոխությունները մեր սահմանադրության մեջ, ինչին նաև կհետևի ըստ էության խաղաղության պայմանագրի նաև ստորագրումը, դուք ինչ կանխատեսումներ ունեք այս առումով, ինչ է հնարավոր անել այսպիսի տրամադրվածությամբ Նախևառաջ սահմանադրության նախագիծ պետք է լինի լավ, որովհետև մեր սահմանադրությունը բացի նրանից, որ մերը չի, նաև լավը չի։ Որովհետև ես հիշում եմ քննարկումները, գրում էին մի հատ տենց ինչ-որ մի գիտահետազոտական բան, տենց մի հատ կաստա էր ձևավորվել սահմանադրագետների եւ սահմանադրության մասնագետների, եւ ասում եք, բայց ինչի ասենց գրած, դե դուք մասնագետ չեք։ Այնգեր, այս սահմանադրությունը մարդու համար է, ոչ թե մասնագետների։ Հասկանու՞մ եք։ Հա, մասնագետները գրում են, բայց գրում են մարդու համար, եւ եթե հարց են տալիս, այո, հարց են տալիս ոչ մասնագետները մի բանի վերաբերյալ, որը իրենցը պետք է լինի։ Եթե իրենցը չի, դե ուրեմն չի։ Այդ ժամանակ այս process-ը ժողովրդականություն չի ունենա։ Սահմանադրությունը նախևառաջ պետք է լինի լավը։ Եվ երկրորդը, սա իմ տպավորությունն է։ Ուղղակի, որ ուզում եմ կիսվել, իմ տպավորությամբ, այնուամենայնիվ, հաշվի առնելով Ռուսաստանի գործոնի այս սրընթաց թուլացումը եւ ռուսական ուժերի անխուսափելի դեմոտիվացիան Ռուսաստանի շահերը սպասարկելու, ես չեմ բացառում գա մի իրավիճակ, որը ինչ-որ ձևով կրկնի 90-91 թվականները, երբ Հայաստանի կոմունիստները, տեսնելով թե ինչ է տեղի ունենում կենտրոնի հետ, յուրաքանչյուրը իր անհատական որոշումն ընդունեց լինել պատմության ճիշտ կողմում։ Հասկանու՞մ եք։ Հիմա Հայաստանն ըստ էության ինչ է նշանակում նոր սահմանադրություն։ Դա մի փաստաթուղթ չի միայն կամ մի քայլ չի։ Դա ըստ էության մեր պետության վերահիմնադրման ակտ է։ Հասկանու՞մ եք։ Վերահիմնադրման, որը պատմության նոր էջ է բացում մեր պետականության զարգացման, մեր պետության պատմության մեջ։ Հիմա այս մարդիկ այո հնարավորություն կունենան լինել պատմության ճիշտ կողմ, բայց էլ եմ ասում, մեզ պետք է շատ լավ նախագիծ, շատ լավ նախագիծ։ Պարզ ամերիկյան սահմանադրությունը ո՞նց է։ Ինչ մասնագետ պետք է լինես, որ հասկանաս։ Ասում եմ, այդ խնդիրը կարծես հենց այդ անկախության հռչակագրի հողն է։ Խնդիր չկա այդտեղ։ Հենց այդտեղ խնդիր չկա։ Դա բերել ընդդիմությունը պատճառ, որ չփոխեք։ Այդտեղ խնդիր չկա։ Ու չի կարող լինել, որովհետև կա սահմանադրական դատարանի որոշում, ըստ որի այնտեղ տարանջատվում է թե անկախության հռչակագրի որ դրույթն է սահմանադրական նորմ, որը ոչ, որն է ընդհանրապես պատմական, ասենք, արժեք, բայց ոչ ավելի։ Օրենսդրական ուժ չունի։ Եվ իրենց այդ հետաքրքրող հարցը սահմանադրական նորմ չի որպես այդպիսի։ Բայց այստեղ ավելի կարևոր հղում պետք է լինի այնտեղ։ Անկախության հանրաքվեն է, որը տեղի ունեցավ 91 թվականին։ Մեծ հաշվով սա անկախության հռչակագիր էլ չէ, սա անկախության գործընթացի մեկնարկի մասին հռչակագիր է։
Եվ այդ process-ը սկսվեց 90-ին եւ ավարտվեց այդ հանրաքվեով, որին էլ այո պետք է հղում անել։ Եվ որը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ջախջախիչ մեծամասնության կողմ ձայնը ստացել այդ ամենը եւ դա պետք է անցնի, այո, սահմանադրություն որպես հիմք իսկ այդ որոշումն էլ որի համար իրենց սիրտը մռմռում է, դա սովետի ժամանակ է ընդունվել եւ սովետի գերագույն խորհրդի կողմից չեղարկված որոշում է։ Շնորհակալություն, պարոն Մերաբյան։ Ես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Ռուբեն Մերաբյանին, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար